Գորիս-Կապան ճանապարհահատվածը որևէ առանձին հուշագրով է տրվել, ձեր ստորագրությունը կա այդտեղ, ձեզ մեղադրանքներ են այդ մասով հնչեցնում, նաև խորհրդարանի ամբիոնից են այդպիսի հայտարարություններ հնչել, որ առանձին հուշագիր է եղել, որով հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհահատվածը։ Ինչ կարող եք այս առումով ասել։ Ուրեմն ասում եմ, հուշագիր է եղել եւ ոչ թե հանձնելը, այլ ապահովել մեր տեղաշարժը եւ այդ հուշագիրը այդպես էլ անվանում է ապահովել անխոչնդոտ տեղաշարժ, որտեղ եթե դուք պատկերացնեք այդ ճանապարհը, դա 21 կիլոմետր է, որը ըստ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ Ադրբեջանը գալիս նստում է հայ-ադրբեջանական սահմանին եւ այդ հատվածում 21 կիլոմետր ճանապարհի 11-ը գնում է Ադրբեջանի տարածքով։ Այդ հուշագիրը, որը ես ստորագրել եմ, թույլ է տվել մեզ 1.5 տարի օգտագործել այդ ճանապարհը իրանց տարածքով։ Ռուս սահմանապազորքերի։ Բայց նաև ամրագրել է, որ իրանց վերահսկողությունն է, չէ՞, հաստատվում։ Չէ։ Դուք պատկերացիք ինչ եմ ասում։ Ճանապարհ կա 21 կիլոմետր, Գորիս Դավիթբեկ։ 21 կիլոմետր, 11-ը իրանց տարածքով անցնում։ Մյուսը մեր տարածքով։ Եթե իրանք գալիս են, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, իրանք փակում են այդ ճանապարհը 11 կիլոմետր իրանց հսկողությամբ։ Մենք չենք կարող գնալ։ Այլ ճանապարհ մենք չունենք։ Դրա համար ես ստիպված եմ դիմել Շոյգուին, Շոյգուն զանգարել է, ասում եմ, դες գաղտնիք եմ բացում, իրան էլ հարց տվեք։ Ինքը գիշերով զորք է ուղարկում, գիշերով։ Իրանք տարավոտը գային նստեին։ Ոնց որ եկել են մեղրից մինչև վերջ, գալիս սահմանին նստում են, շփման գիծ են ձևավորում, ես էլ պետք է հասկանալ։ Ոչ թե սահմանազատում կամ բան, շփման գիծ։ Մենք այդտեղ զորքերը դուրս ենք բերել, իրանք գալիս նստում են։ Շոյգուն ուղարկում է տեխնիկան Գյումրիից, իրանք գալիս կանգնում են, ինքը զանգարում է Գասանովին ու ասում է չմոտենաս այդ սահմանին։ Մինչև մենք չկարգավորենք սա։ Ու իրանք կանգնում են։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։